Ականջդ բաց է խոսքին։ Գիտեք ինչի մասին եմ այսօր պատգամելու ձեզ։ Քրիստոնյայի երջանկության մասին։ Քրիստոնյայի երջանկություն, ինչ է սա։ Գիտեք, որ երջանկություն փնտրում են բոլորը։ Բայց սկզբից զգուշացնեմ, որ չեմ խոսելու այն ամենի մասին, ինչ մեզ սպասվում է երկնքում։ Աստվածաշնչում երջանկություն բառ տեսել եք։ Ով է հանդիպել երջանկություն բառը Աստվածաշնչում։ Որտեղ կասեք։ Երանիներ հանդիպել ենք։ Իսկ երջանկություն Փառք Տիրոջը։ Երջանկությունը այստեղ է մեզ պետք։ Այնտեղ մեզ համար պատրաստված է երջանկությունից ավելի մի բան, որ մարդու միտքը չի կարող տեղավորել դա։ Երջանկությունը մեզ այստեղ է պետք, եւ ես այսօր խոսելու եմ քրիստոնյայի երջանկության մասին։ Բայց իրականությունը այսպիսին է։ Մեր կյանքում հաճախ գալիս են իրավիճակներ, որ տրտմեցնում են մեզ, այնպես չի։ Հիվանդություն է գալիս, տրտմություն է իջնում մեր վրա։ Դժբախտություն է պատահում, տրտմություն է իջնում մեզ վրա։ Դավաճանություն, ումից որ չէիր սպասի երբեք։ Դավաճանել են ձեզ երբևէ։ Գիտեք ովքեր են դավաճանում, ումից որ չես սպասի դավաճանություն։ Տրտմություն իջնում է ձեր վրա, իհարկե իջնում է։ Անհաջողություններ, ամեն ինչ անում ես, որ հաջողակ կյանք ապրես, եւ ահա գալիս են անհաջողություններ։ Տրտմում ենք թե ոչ։ Իհարկե տրտմում ենք։ Հիասթափություն է գալիս։ Հիացած սպասում ենք ինչ-որ բանի, որ կատարվի մեր կյանքում, եւ ահա սթափվում ենք։ Սիրում եմ այս բառը՝ հիասթափություն։ Սթափվում ենք, այդպես չէր, ինչպես հիացել էինք։ Այս մարդու վրա հույս էինք դրել, որ սա այսպես կանի, այնպես կանի, այնպես կանի, հիացել էինք իրանով եւ հիասթափվում ենք եւ տրտմում ենք։ Սա մեր իրականությունը։ Բայց մենակ մենք չենք, որ տրտմում ենք։ Տրտմել էին նաեւ Քրիստոսի աշակերտները։ Լսեք, տրտմել էին այն ժամանակ, երբ 3.5 տարի երկար ընթացք ում հետ։ Հիսուս Քրիստոսի հետ անցնելուց հետո, իր քաղցրությունը զգալուց հետո, իր հրաշքները տեսնելուց հետո, իր հետ դժվարություններ հաղթահարելուց հետո, գիտեք ինչեր էին տեսել, զարմանալի բաներ, որ մարդու մտքի մեջ չի կարող տեղավորվել, մեռելների հարություն, հիվանդների բժշկություններ, բնության օրենքների խախտում, փոթորիկների հանդարտեցում, ջրի վրայով քայլել, չեմ ուզում թվարկել, թե ինչեր էին տեսել, եւ տրտմած էին, գիտեք երբ Հիսուս Քրիստոս խաչի վրա մահացավ եւ տարան նրան դրեցին գերեզման եւ գրված է, որ տրտմած հավաքվել էին մի վայրում, մի տան մեջ, դուռը փակել էին եւ վախենում էին հրեաներից եւ չգիտեին ինչա լինելու իրենց հետ։ Ձեզ չի հետաքրքրում ինչի էին ընկել այս վախի եւ կասկածների հորձանուտը։ Մենք չենք ընկնում, մենք չենք տեսել մեր կյանքում Հիսուս Քրիստոսին իր ողջ փառքով եւ զորությամբ, կա դահլիճում մեկը, ում աղոթքը պատասխանել է Աստված։ Կա դահլիճում մեկը, ում աղոթքը Աստված չի պատասխանել, գոնե մեկ աղոթք։ Կա այդպիսի մարդ, որ չի պատասխանել։ Ես հավատացած եմ, լավ հարցը չտվեցի ոնց էր։ Կա գոնե մեկը, որ գոնե իր մեկ աղոթքին, չեմ ասում այնպիսի աղոթք, որ Աստված չի պատասխանել, այլ գոնե մեկ աղոթքի պատասխանած չլինի։ Այ եղբայր, քո ոչ մի աղոթքին չի պատասխանել։
Շատ աղոթքների է պատասխանել, հա։ Փառք Տիրոջը։ Լավ չեմ ասում երևի հարցս։ Աստված աղոթքին պատասխանում է։ Ես հավատում եմ, ոչ միայն եկեղեցում, այլ եկեղեցուց դուրս շատ վկայություններ եմ լսել, Աստված ինձ փորձանքից ազատեց։ Միայն Աստված կարար ինձ այսպիսի բանից ազատել։ Աստված իրական է։ Եվ տեսեք, աշակերտները տեսել էին այդ Աստծու իրական լինելը։ Բայց տրտմած նստած էին, գիտեք ինչու։ Որովհետև կասկածները եկել էին իրենց սրտում։ Կասկածները եկել էին եւ բնակվել էին, որովհետեւ, չգիտեմ ուսումնասիրել եք Աստվածաշունչը թե ոչ, Քրիստոսից առաջ բազում սուտ Քրիստոսներ էին եկել։ Սրա մասին գրված է Գործք առաքելոց 5-րդ գլխում, երբ Պետրոսին եւ Հովհաննեսին դատում էին եւ հրեաները որոշում էին, կայացնում, քննարկում էին իրենց մեջ, թե ինչ անեն այս մարդկանց, ի վերջո չենք կարում այս նոր աղանդի դեմը առնել, ինչ անենք այսպիսիներին։ Եվ ընթերցեմ 34-րդ խոսքից, բայց մի փարիսեցի վեր կացավ ատյանում, անունը Գամաղիել, օրենքի վարդապետ, բոլոր ժողովրդի առաջին պատվավոր, հրամայեց, որ առաքյալներին, որ մի քիչ դուրս տանեն, եւ նրանց ասաց. ով իսրայելացի մարդիկ, զգուշացեք այս մարդկանց համար, թե ինչ պիտի անեք, որովհետև այս օրերից առաջ թև դասը վեր կացավ, ասելով, թե ինքը մի բան է, թև դասը եկավ ու ասեց, ես եմ Քրիստոսը։ Եվ թվով 400-ի չափ մարդիկ նրան հարեցան, եւ ինքը սպանվեցավ, եւ ամենքն էլ, որ նրան հնազանդել էին, ցրվեցան եւ ոչինչ չեղավ։ Ասում էր, ես եմ Քրիստոսը, ահա կսպանվեմ, հարություն կառնեմ, 400 հոգի էլ հետևորդ ունեին, սրանց այս 12-ի պես չէին։ 400 հոգի հետևորդ ուներ, նվիրյալ մարդիկ, սպանվեց, ոչ մի բան էլ չեղավ, ցրվեցին։ Ինքը սպանվեց եւ ամենքն էլ, որ նրան հնազանդել էին, ցրվեցին եւ ոչինչ չեղավ։ Նրանից հետո Գալիլեացի Հուդան վեր կացավ աշխարհագրի օրերում եւ շատ ժողովուրդ քաշեց իր կողմը։ Ինչ եղավ, նա էլ կորավ եւ ամենքն էլ, որ նրան հնազանդել էին, ցիրության եղան։ Հիմա ասում եմ ձեզ, հեռու կացեք այդ մարդկանցից եւ թողեք դրանց, որովհետեւ եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի, բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել դրան։ Միգուցե Աստծո դեմ կռիվանող էլ գտնվեք։ Այս պատմությունը ուղղակի պատմեցի մի բանի համար։ Լսեք, այս կասկածները աշակերտների մոտ էին եկել։ Արդյոք Հիսուսը Քրիստոսն է։ Արդյոք Հիսուսը Քրիստոսն է։ Այստեղ ընդհատում եմ պատգամս եւ գնում ենք մի ուրիշտեղ, հետո վերադառնալու ենք այստեղ։ Քրիստոնյայի երջանկությունը։ Ինչ է նշանակում քրիստոնյա։ Ինչ է նշանակում քրիստոնյա։ Ով է քրիստոնյան։ Խնդրում եմ ուշադիր լսեք։ Այսօր շատ տարբեր բաներ են ասում, թե ով է քրիստոնյան։ Ասում են դու մկրտվեցիր, դու քրիստոնյա ես։ Կնքվեցիր մեր եկեղեցում, դու քրիստոնյա ես։ Կամ ես երկրում ծնվել ես, ուրեմն քրիստոնյա ես։ Կամ որ եկեղեցի ես գալիս, առաջ եկար ապաշխարեցիր, ուրեմն քրիստոնյա ես։ Տարբեր բաներ են ասում։ Հիմա լսեք, ով է քրիստոնյան։ Քրիստոնյան մարդ է, ով կենթանի հավատքով հավատացել է Տեր Աստծո խոսքերին եւ Հիսուս Քրիստոսի խաչի վրա կատարած զոհին եւ նրա մեռելներից հարությանը։ Եվ այդ նույն Քրիստոսի արյան շնորհիվ մտել է նոր ուխտի հարաբերության մեջ Աստծո հետ։ Կրկնեմ, խնդրում եմ լսեք, ով կենթանի եւ ոչ թե մեռած հավատքով, այլ կենթանի հավատքով հավատացել է Աստծո խոսքին, հավատացել է Քրիստոսի խաչի վրա կատարած զոհաբերությանը, մեռելներից հարությանը եւ այն ուխտի արյունով, նոր ուխտի արյունով ինքը մտել է Աստծո հետ նոր ուխտի փոխհարաբերության մեջ։ Ահա այս մարդն է քրիստոնյա։
Եթե դու նոր ուխտի մեջ չես մտել, ինչ քրիստոնյա։ Եթե դու չես հավատում խաչի վրա կատարած զոհին, ինչ քրիստոնյա։ Եթե դու մեռելներից հարությանը չես հավատում, որ նա հաղթեց մահին եւ հարություն առավ մեռելներից, ինչ քրիստոնյա։ Կամ եթե քո հավատքը կենթանի հավատք չի, այլ մեռած հավատք, որ գործերով չի երևում, ինչ քրիստոնյա։ Հիմա որպեսզի հասկանանք քրիստոնյայի երջանկությունը, նախ հասկանանք ով է քրիստոնյան։ Եկեք նոր ուխտի մասին եղբայրս խոսեց։ Կար հին ուխտ, որ շատ հրաշալի ներկայացվեց, եւ եկավ ժամանակը, որ այդ հին ուխտը ինքը կատարյալ չէր, բաց տեղեր կար, եւ հնանում էր, եւ մոտ էր ապականության, եւ կարիք կար, որ Տերը թարմացներ իր ուխտը մարդկության հետ։ Եթե Աստվածաշունչ ունես, խնդրում եմ բացես Երեմիայի մարգարեություն 31-րդ խոսք։ 31-րդ գլուխ, 31-րդ խոսք։ Ընթերցենք մինչև 34 խոսքը։ Ահա օրեր են գալիս, ասում է Տերը, որ Իսրայելի տան հետ եւ Հուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ։ Ոչ թե այն ուխտի պես, որ ես արի նրանց հայրերի հետ, այն օրը, որ ես բռնեցի նրանց ձեռքից Եգիպտոսի երկրից նրանց հանելու համար, որ իմ այն ուխտը նրանք զանց արեցին, թեպետ ես նրանց հետ ամուսնական ուխտով էի կապվել, ասում է Տերը, այլ այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո, ասում է Տերը, իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում եւ նրանց սրտի վրա պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նրանց Աստված եւ նրանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն։ Եվ այլևս մեկ մարդ իր ընկերին եւ մեկ մարդ իր եղբորը պիտի չսովորեցնի, ասելով թե ճանաչեցեք Տիրոջը, որովհետև նրանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նրանց փոքրերից մինչև նրանց մեծերը, ասում է Տերը, որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրենությունը եւ նրանց մեղքերը, այլևս պիտի չհիշեմ։ Նոր ուխտ։ Նոր ուխտ, որտեղ հոգին պիտի գա եւ օրենքը քո սրտի մեջ պիտի լինի։ Ոչ թե ինչ որ մեկը պիտի գա քեզ խնդրի, սովորեցնի, ասի լսի, ների նրան, որ քեզ վիրավորել է։ Գնա հաշտվի նրա հետ, ով քեզ վնասել է։ Այլ պիտի դա քո էության մեջ լինի։ Ոչ թե ինչ որ մեկը պիտի գա քեզ սովորեցնի, ասի լսի, մի տրտնջա, մի դժգոհիր։ Սա աշխարհն է անում։ Այլ դու ունես ուրախության աղբյուր։ Քո ներսից սա պիտի լինի։ Լսեք, մենք մտել ենք նոր ուխտի դարաշրջան եւ անկեղծ ասեք, ապրում ենք հին ուխտով։ Քրիստոնյայի ողբերգությունը, որ ինքը հավատում է Աստծուն, բայց նոր ուխտի մեջ չի մտել Աստծո հետ։ Ինքը ինչ որ բաներ անում է, որովհետև խոսքը ասում է այսպես արա։ Բայց ինքը իր ներսից չունի այն հոգին, որ իրան ասում է, լսի, մի տրտնջա։ Տրտունջի համար Իսրայելը անապատում պատժվեց, այլ գոհացիր քո Տիրոջով։ Գոհացիր, ունես Հիսուս։ Ինչը տա պակաս։ Հացդ, առողջությունդ, հլդիր նժարի վրա։ Ինչը տա պակաս, գիտեմ, որ պակասություններ կա մեր կյանքում, իմ կյանքում էլ կան պակասություններ։ Ինչը սա պակաս, խնդրում եմ, ձեր պակասությունը, այն որ ասեցի, այն ինչ որ մեզ տրտմեցնում է, դավաճանել են քեզ, մեջքից հարվածել են դանակով, չգիտեմ, հոգևորապես եմ ասում։ Հիվանդ ես, դժբախտություն կա, անհաջողություն կա, ինչը տա պակաս, դիր նժարի մի կողմում եւ մյուս կողմում դիր են ինչ որ ունես, եթե ունես Հիսուս Քրիստոսին։
Հիմա տրտմելու առիթն է շատ մեր կյանքում, թե ուրախանալու, անկեղծ ասեք։ Բա ինչի ենք տրտմում։ Որովհետև ստեղով հասկանում ենք, իսկ ստեղ չկա, որովհետև ուրախություն ուղեղով չի լինում։ Ուրախությունը սրտից է գալիս, սիրելիներ։ Գալիս ենք, նստում ենք, տրտում, անայում եմ դեմքեր, տրտմած։ Ասում եմ, մենակ դու իմ դարդը իմանայիր։ Ինչ լավ ես խոսում, հələ դու իմ տեղը լներ տենամ ոնց կանեիր։ Քրիստոս ունես։ Հավատացել ես նրան։ Քո համար նա վճարել է, քո մեղքերը ներված են։ Խնդրում եմ, դիր նժարի մի կողմում Քրիստոսին, այն կողմը ավելի ծանր է, անկեղծ ասեք։ Քրիստոսից ծանր է քո դժվարությունները։ Չի կարա այդպիսի բան լինի։ Անհնար է այդպիսի բան։ Եկեք միասին մի հատված էլ ընթերցենք Աստվածաշնչից։ Հովհաննես առաքյալի առաջին թուղթը 2-րդ գլուխ, Հովհաննես 2-րդ գլուխ, մի փոքր երկար հատված եմ ընթերցելու, խնդրում եմ ուշադիր լսեք, 18-ից 27 խոսքերը։ Որդյակներ, վերջին ժամանակն է, ինչպես լսեցիք, թե նեռը գալիս է, և այժմ շատ նեռեր են եկել։ Լսեք, նեռը գալու է։ Սա, երբ որ Աստվածաշունչը ասում է, որ նեռը գալու է։ Ես այսօր նեռի մասին չեմ խոսում։ Բայց այստեղ նաև ասում է, շատ նեռեր հիմա էլ եկել են, փոքրատառով նեռեր։ Շատ նեռեր են եղել, այժմ շատ նեռեր են եղել, որ սրանից ենք իմանում, թե վերջի ժամանակն է։ Մեզանից դուրս գնացին, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին, բայց որ հայտնի լինի, թե նրանք ամենը մեզանից չեն, բայց դուք և դուք, լսեք, Հովհաննես առաքյալը, ինձ հետ եք մի իրավիճակ կա, ուզում եք երջանկության մասին, քրիստոնյայի երջանկության մասին իմանալ, խնդրում եմ ուշադրի լսեք։ Հովհաննես առաքյալը մի իրավիճակ է նկարագրում, որ առաքյալների ուսմունքը ինչ որ մի խումբ մարդկանց ստիպեց իրանցից պոկվել եւ առանձնանալ, գնացին իրանցից։ Բայց ասում է, լսեք, դուք 20-րդ խոսքը, օծություն ունեք այն Սուրբից եւ ամեն բան գիտեք։ Եվ շարունակությունը լսեք։ Չգրեցի ձեզ, իբր թե ճշմարտությունը չգիտեք, այլ թե գիտեք նրան, եւ թե ամեն ստություն այն ճշմարտությունից չէ։ Ով է ստախոսը, եթե ոչ նա, որ ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսը չէ։ Եկանք հասանք։ Աշակերտները ինչի վրա էին կասկածում։ Երբ է գալիս տրտմությունը, լսեք, եթե տրտմությունը հեռանա մեզանից, ուրախություն է լցվելու մեր սիրտը։ Երբ է գալիս տրտմությունը, երբ որ քո նժարի մի կողմում դրված են այն ամբողջ խնդիրները, որ այսօրվա չար աշխարհը բերում է մեր կյանքի մեջ, մյուս կողմում դրված է Հիսուսը, եւ երբ որ դու մի պահ կասկածում ես, արդյոք նա այն Քրիստոսն է։ Այս նժարը թեթևանում է միանգամից, որովհետև այն Հիսուսը չի այդտեղ դրված, որովհետև Հիսուսը դա Հիսուսն է, որ Քրիստոսն է։ Հիմա ասեմ, հետո կբացատրեմ ինչ ասա նշանակում։ Հիսուսը այն Հիսուսն է, որ Քրիստոսն է։ Երբ որ իմ կյանքում կա Հիսուս Քրիստոսը, իմ կյանքում կա ուրախություն, երջանկություն, խաղաղություն, արդարություն եւ մնացած բոլոր բարի բաները, որովհետեւ ամեն բարի պարգև հորից է։ Երբ որ իմ կյանքում չկա Հիսուսը, որ Քրիստոսն է, այլ կա մեկ ուրիշ Հիսուս, որին ես եմ ստեղծել, իմ խնդիրները ծանր են լինելու իրանից, իմ կյանքը դժոխք է լինելու,
Եվ հաճախ կանգնելու ենք ու ասելու ենք, ումա պետք է կյանքը, ավելի լավ է մեռնեմ, քան թե ապրեմ։ Ասես տանջանքների մարդել կասում է, Քրիստոսի տանջանքներ տեսա։ Հա, Քրիստոսի տանջանքներ տեսար։ Քրիստոսի տանջանքներին չի։ Ոչ մի մարդ չի դիմանա։ Այն ինչ որ ինքը կրեց։ Շատ տանջանքներ տեսնում են մարդիկ։ Բայց եթե իրանց կյանքում կա Քրիստոս, այս ամենը չի խանգարում, որպիսի քո մեջ թագավորի ուրախությունը։ Իմ սրտում հիմա մի իրավիճակ կա, որ ես տեսնում եմ քրիստոնյաների, Աստծուն սիրող քրիստոնյաներից շատերի սրտերից սատանան կարողացել է գողանալ ուրախությունը։ Տրտմել եք ու նստել եք։ Որ հարցնում են ոնց ես, սկզբից մի հատ sense խորը հոգոցա դուրս գալիս քեզանից։ Հետո ասում ես փառք Տիրոջը։ Ոնց պետք է լինենք այս աշխարհի մեջ։ Չես տենում կողքի ինչա կատարվում։ Աչքի երևույթով մի շարժվեք, ասում է Աստվածաշունչը։ Կա ելք։ Ով է ստախոսը, եթե ոչ նա, որ ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսը չէ, նա ներն է, որ ուրանում է հորը և որդուն։ Լսեք, Աստվածաշունչը մեզ բերեց, մցրեց անկյուն, ռինգի անկյունը։ Եթե մեր կյանքում մենք ուրանանք Քրիստոսին, դա չի լինում հենց այնպես, դա լինում է ապրած կյանքով։ Տեր ջան, քեզ չեմ ուրանում, բայց այդքան էլ չեմ հավատում, որ դու ինձ կհանես այս ճահիճից։ Ուրանում ենք։ Իսկ չուրանալը գիտեք որն է։ Ես Քրիստոս ունեմ։ Ամենավատ բանը, որ ինձ հետ կարող է պատահել, դա այս կյանքում մահանալն է։ Կամ տանջանքները, կամ տառապանքը։ Իսկ ես Քրիստոս ունեմ։ Իսկ ես այս կյանքի համար չեմ ապրում։ Ես այս կյանքում իրան եմ ծառայում, որովհետև իմ կյանքը դեռ նոր պիտի սկսվի։ Գիտեք, սա այնտեղի համար չի, սա այստեղի համար է, դու այս կյանքը երջանիկ ես ապրելու։ Հավատում եք այս խոսքերին։ Ուրեմն կարդանք շարունակությունը, եթե հավատում եք։ Ամեն ով որ որդուն ուրանում է, հորն էլ չունի։ Նա որ որդուն դավանում է, հորն էլ ունի։ Արդ այն որ դուք լսեցիք սկզբիցը, թող բնակվի ձեզանում։ Եթե բնակվի ձեզանում, այն որ սկզբից լսեցիք, դուք էլ կբնակվեք որդու եւ հոր մեջ։ Սա է այն խոստմունքը, որ նա ավետարանեց մեզ, այսինքն հավիտենական կյանքը։ Հիմա խնդրում եմ ուշադիր։ Այս բաները գրեցի ձեզ մոլորեցնողների մասին։ Եվ այն օծությունը, որ դուք նրանից ընդունեցիք, բնակվում է ձեզանում, եւ դուք պետք չունեք, որ մեկը սովորեցնի ձեզ։ Տեսնում եք նոր ուխտը։ Եթե այդ օծությունը գա բնակվի ձեզանում, հիմա ես ասեցի, դուք հասկացաք այստեղով։ Բայց եթե այդ օծությունը գա բնակվի ձեզանում, դուք սրտով եք հասկանալու, դուք գնալու եք, քաջալերելու եք այն մարդուն, ով տրտմած, ասելու եք լսի, Քրիստոս փնտրի, ինչ ես կորցրել քո կյանքում, փառք մի փնտրի, փող մի փնտրի, դա քեզ չի երջանկացնի, ժամանակավոր հարաբերություն, շնության մեջ, մի փնտրի, դա քեզ չի երջանկացնի, ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութ, դա քեզ չի երջանկացնի, դարդդ ուզում ես դրանց մեջ թաղես, չի թաղվելու, ժամանակավոր է դա, անցնելու ավելի շատ է լինելու, Քրիստոս փնտրի, որտեղ ես երջանկություն փնտրում, աչքով նայում ես, այս տղան լավ է, հարուստ է, ամուսնանամ հետը լավ կլինի, Քրիստոս փնտրի, ինքը կտնօրինի քո անձնական կյանքն էլ, Քրիստոս փնտրի, ինքը գիտի դու ինչի կարիք ունես, ինքը խոստմունք ունի, որ ինձ հավատացողը, ոչ թե եկեղեցի եկողը,
Ոչ թե Աստվածաշունչ կարդացողը, այլ ինձ հավատացողը, որ ես եմ Քրիստոսը։ Ինձ հավատացողը կարիքի մեջ չի մնա։ Ճոխություն չեմ խոստանում ձեզ, որովհետև ճոխությունը ձեզ կապելու է այս աշխարհի հետ։ Հենց ինքը Տերը ասեց, դժվար է հարուստներին երկնքի արքայություն մտնել, դժվար է, բայց անհնարին չի, որովհետև հարուստներից շատերը կապվում են ճոխության հետ։ Եվ արդեն այս երկրի հոգսերը դառնում են իրենց հիմնական խնդիրը։ Իսկ մեր հոգսերը պիտի լինի երկնքում գանձեր դիզելը։ Այս բաները գրեցի ձեզ մոլորեսնողների մասին, որովհետև կան մարդիկ, որ գալիս են ու ասում են, այսպես լավ կլինի։ Եկեք գնանք սա անենք, եկեք գնանք նա անենք, Աստվածաշնչին հակառակ։ Ինչի ասում, մեր մեջ էին, բայց թողեցին գնացին մեզանից, որովհետև այս խոսքին հակառակ շարժվեցին, որովհետև մենք այս խոսքով էինք շարժվում, և իրանք չուզեցին այս խոսքով շարժվել, իրանք ինչ-որ միտեղ, մեկ ուրիշ օծություն, ոչ թե որ իրանք սրտի մեջ է բնակվում, ավելի ճիշտ իրանք սրտի մեջ էլ բնակվում է, բայց ոչ թե ընդեղից է եկել, որովհետև Տերը ասում է փորձեք հոգիները, ինչով փորձեմ, խոսքով։ Եվ մեկը կարիք չի լինի, որ ձեզ սովորեցնի այս ամեն ինչը, եթե մենք մտել ենք նոր ուխտի մեջ, որովհետև մենք ուրիշին կսովորեցնենք։ Չեն գա քեզ ասեն, քույրիկ ջան, քո հագնվածքը մի քիչ այնպես չի, եկեղեցի ես գալիս ի վերջո, մի հատ հայլու դիմաց քեզ նայի, նոր արի։ Չեն գա ասեն, դու կնայես ու կասես, լսի, ես շորը, որ առնում եմ, առնելուց, արդյոք վայել է ինձ, որ ես սա առնեմ։ Որ խոսես այն մեկի հետ, որ քեզ վիրավորել է։ Ինչ որ մեկը չի գա քեզ ասի, լսի, դու քրիստոնյա ես։ Ձեր թաղում գիտեն, որ դու քրիստոնյա ես։ Դու գիտեն, որ դու հավատացյալ ես։ Կարիք չի լինի այս խոսքերը ասելու, որովհետև դու կասես, լսի, ես ավելի լավ լեզուս կծեմ արյուն գա իմ լեզվից, քան թե իմ Տիրոջ անունը պախարակեմ, որովհետև գիտեն ես հավատացյալ եմ, այս ինչ պահվածք է։ Կարիք կլինի քեզ սովորեցնելու, եթե հոգին քո մեջ բնակված է։ Իսկ եթե այդ հոգին չի, բազում ներեր են եկել արդեն, մոլորեցնելու համար են եկել։ Մեզ երջանկությունից շեղելու համար են եկել։ Եկել են, որպեսզի ուրախությունը գողանան մեզանից։ Այս սրա համար են եկել ներերը։ Այլ ինչպես այն օծությունը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ է և սուտ չէ, ինչպես նա սովորեցրեց ձեզ, նրանում կացեք։ Նրանում կացեք։ Մատթեոս 5:12-ում Տերը ասեց. ուրախացեք և ցնծացեք, եթե ձեր հետ այս բաները կպատահեն։ Եթե նեղություններ կգան, եթե դժվարությունների միջով կանցնեք, եթե ձեզ կհալածեն, կհայհոյեն, կբամբասեն, ուրախացեք և ցնծացեք։ Ով ասեց։ Տերը ասեց։ Ճիշտ ասեց, թե կատակ էր անում, ինչ եք կարծում։ Ինչի ենք տրտմում։ Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխ 25-ից 27 խոսքերը։ Այս խոսեցի ձեզ հետ, քանի որ ձեզ մոտ եմ, բայց Մխիթարիչը, Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամենը, ինչ որ ասեցի ձեզ։ Տեսնում եք ով է սովորեցնողը։ Սուրբ Հոգին է քեզ սովորեցնողը։ Իրավունք ունի մարդը քեզ սովորեցնի։ Իհարկե ունի, երբ որ տեսնում է, որ Սուրբ Հոգին քեզ չի սովորեցնում։ Տեսեք, եթե մեկը գիտի ներել, հովիվը գնա ու տեսնի, այս մարդը ներել գիտի, ինչա պիտի բռնի իրան ներելու մասին հատուկ սովորեցնի։ Եթե մեկը գիտի աղոթել, եթե մեկի համար աղոթքի կյանքը
հացի ու ջրի պես, օդի պես անհրաժեշտ մի բան է։ Պիտի քո ավագը մոտենա քեզ ու սովորեցնի աղոթքի մասին ու աղոթքի կարևորության մասին, Սուրբ Հոգին արդեն քեզ սովորեցրել է։ Տերը դրել է առաջնորդներ, որպիսի գան եւ հանդիմանեն, հորդորեն, խրատեն Աստվածաշնչով, որովհետեւ այս գիրքը հարմար է սովորեցնելու, խրատելու, հորդորելու համար, որպիսի քո ուրախությունը սատանան քեզանից չգողանա։ Եթե դու գիտես ինչ է հավատարմություն, որտեղից գիտես, որովհետև այն նոր ուխտի հոգին, որ թափվեց մարդկանց վրա, ովքեր հավատացին Քրիստոսին, քո մեջ բնակվում է եւ քեզ սովորեցնում է։ Հիսուսն ինքը ասեց. ես գնում եմ եւ մխիթարիչը կգա եւ ձեզ կսովորեցնի։ Ձեր սրտի մեջ կգրի, որ հավատարիմ պիտի լինեք եկեղեցուն, Աստծո խոսքին, ավետարանի սկզբունքներին, քո ավագին, որովհետև դու քրիստոնյաների բանակի մի զինվորն ես։ Եթե հոգին քեզ սովորեցնի, ես ինչ կարիք ունեմ գամ դրա մասին քեզ խոսամ։ Տասնվեցի 22-ում Հովհաննեսի ավետարան 16-րդ գլուխ 22-րդ խոսք. Եվ դուք էլ հիմա տրտմություն ունեք, բայց դարձյալ կտեսնեմ ձեզ, եւ ձեր սիրտը կուրախանա, եւ ձեր ուրախությունը ոչ ոք չի առնի ձեզանից։ Խնդրում եմ բռնեք այս համարը։ Դուք հիմա տրտմություն ունեք, ասում էր աշակերտներին, ովքեր տրտմել էին, երբ Հիսուսն ասում էր, որ ես գնալու եմ։ Բայց ես դարձյալ կհանդիպեմ ձեզ, երբ հարություն։ Աշակերտները սենյակում փակվել էին, տրտմած, արդյոք Հիսուսը Քրիստոսն է։ Դուք տրտմություն ունեք, բայց ես դարձյալ կհանդիպեմ ձեզ։ Մինչև Քրիստոսին անձամբ չհանդիպես, չես հավատա։ Մինչև Քրիստոսին անձամբ չհանդիպես, չես հավատա, որ ինքը հարություն առել մեռելներից։ Հիշում եք պատմությունը։ Հիշում եք պատմությունը, երբ գնացին աշակերտներից երկուսը, քույրեր, գնացին գերեզման առավոտ շուտ, երրորդ օրը, եւ գնացին ու տեսան գերեզմանը դատարկ։ Եվ երբ որ գերեզմանը դատարկ տեսան, հավատացին։ Եվ ինչ արեցին, ուրախ, թռչկոտելով, այն ինչ որ Տերը ասում է, ճիշտ էր ասում։ Ինչ էր ասում Տերը։ Հիշում եք։ Սա գրած է Մատթեոսի ավետարան 12-րդ գլուխում։ 12-րդ գլուխ։ Երբ բոլոր հրեաները, ովքեր որ սպասում էին Քրիստոսին, սպասում էին Մեսիային, եկան եւ հարցրեցին նրան, ասեցին. դե մի նշան ցույց տուր մեզ, որ մենք էլ հավատանք, թե դու ես Քրիստոսը։ Այնքան ասեցին, Տերը ասեց. լսեք, այս շնացող ազգը նշան է պահանջում ինձանից, բայց մի նշան եմ տալու ձեզ, Հովնան մարգարեի նշանը։ Երրորդ օրը հարություն եմ առնելու։ Ոչ թե այն սուտ Քրիստոսների նման, որ եկան, հետևորդներ հավաքեցին, մեռան ու անցան, ու իրանց հետևորդներն էլ ցրվեցին, այլ ես պիտի հարություն առնեմ։ Եվ գիտեք ինչ էր կատարվում։ Գիտեին սա նաև հրեաները, գիտեին կրոնավորները, գիտեին փարիսեցիները, գիտեր քահանայապետը եւ տաճարի քահանաները գիտեին եւ գնացին զորք վերցրեցին Պիղատոսից եւ եկան որպիսի պահպանեն գերեզմանը, որ գրված է, չլինի թե աշակերտները գան գողանան մարմինը եւ ասեն թե հարություն է առել։ Գիտեք, հարությունը
ինքը դարձել էր կենտրոնական մի բան այդ 3 օրերի մեջ։ Աշակերտները մի կողմից էին սպասում, արդյոք հարություն կառնի Տերը։ Մնացած ամբողջ ժողովուրդը մյուս կողմից էր սպասում, թե երբ պիտի հարության օրը անցնի, որ իրանք հանգիստ շունչ քաշեն ու ասեն, սա էլ հերթական խաբեբան էր։ Մեր կյանքում նույնն է այսօր կատարվում։ Քո տրտմությունը տեսնողը իրան հարց է տալիս, քո հարևանը, որ գիտի դու հավատացյալ ես, քո կողքի նստողը, որ դու իրան բերել ես այսօր եկեղեցի, գիտի մի բան, քո կյանքում հարուցյալ Քրիստոսն է, բայց ինչի ես այդքան տրտմած։ Սպասում է տեսնի, քո կյանքում հարություն է առնելու ինքը։ Լսեք, աշակերտները տրտմած էին այն պահը, երբ որ կարդաք պատմությունը, չեմ ուզում ժամանակի սղության պատճառով կարդամ, որ գնացին գերեզման այդ 2 կանայք եւ իրանք ասեցին, որ մենք խաչյալ Քրիստոսին ենք փնտրում, խաչյալ Քրիստոսին ենք փնտրում։ Վատ բան էին անում, ոչ, խաչյալ Քրիստոսին են փնտրում, որովհետեւ Տերը ավետարանը, որ քարոզվեց, դա խաչյալ եւ հարուցյալ Քրիստոսն է։ Ես չեմ ասում տրտմությունը մեր կյանքում չպիտի լինի, իհարկե պիտի լինի։ Միայն խաչի մասին մտածեք, միայն մտածեք Հիսուս Քրիստոս ինչ ցավ կրեց մեզ համար։ Արցունքներ է գալիս քո աչքերից, երբ որ դու պատկերացնես, ինչ անարժան էիր դու եւ ինչ մեծ արժանիք ունեցող մեկը քո մեղքերը կրեց իր վրա, քո պատիժը վերցրեց իր վրա։ Տրտմություն է գալիս, ասում ես, Տեր, ես հուզվում եմ սրանից։ Տեր, ես ով էի, որ դու ինձ սիրեցիր, այնքան, որ քո որդուն տվեցիր, Հայր։ Տրտմում եմ, երբ որ տեսնում եմ ինչ որ մեկը, հրաշալի մեկը, որին շատ սիրում եմ, ինչ որ ճղճիմ արժեքների հետևից ընկնելով, ինչ որ անցողիկ շահերի հետևից ընկնելով դավաճանում Աստծո խոսքին, ցավ եմ ապրում իր համար ու տրտմում եմ։ Երկրային շահը փոխում է երկնային շահի հետ, ցավը ու տրտմություն իմ սրտում, բայց այստեղ չի վերջը։ Կա ուրախություն, հարություն է առել Տերը։ Երբ որ կերևա մեր կյանքում, որ Հիսուսը Քրիստոսն է, որ հարություն է առել մեռելներից։ Այն ժամանակ կարիք չի լինի կեղծ ժպտալ, այն ժամանակ ուրախությունը քո աչքերից կգնա, որովհետև իմ նժարը, որի վրա Քրիստոսն է, ծանրը ավելի քան իմ բոլոր դժվարությունները, խնդիրները, դավաճանությունները, անհաջողությունները, հիվանդությունը, ամեն չար բաները, որոնցով ապականված է այս աշխարհը։ Եթե հարուցյալ Քրիստոսն է իմ սրտի մեջ բնակվում, գերեզմանը դատարկ է։ Եվ Հիսուսի Քրիստոս լինելու ապացույցը աշխարհի համար ապացույցը, որովհետև հիշում եք, երբ Հիսուսն ասեց, մարդիկ ինձ համար ինչ են ասում, ով եմ ես։ Ամեն մեկը տարբեր բաներ ասեցին, Երեմիա մարգարեն, Եղիան եւ այլն։ Ասեց աշակերտներն, իսկ դուք ինչ եք ասում։ Պետրոսը պատասխանեց, դու ես Քրիստոսը, բարձրյալ Աստծո որդին։ Այն նրա համար, այն մարդու համար, ով նոր ուխտի մեջ է, ում սրտի մեջ արդեն գրված է, որ Հիսուսը Քրիստոսն է, իրան պետք չի նշան եւ ապացույց, այլ ապացույցը պետք է քո շրջապատի մարդկանց համար։ Այս եկեղեցին պիտի լինի ուրախությամբ լցված եկեղեցի։ Ոչ մի դժվարություն, ոչ մի հալածանք, ոչ մի բամբասանք, ոչ մի թակարդներ, որ սատանան լարում է, իր գործն է դա, թող լարի։ Ոչ մի նեղություն, որ այս աշխարհի մարդիկ կարող են մեզ տալ, չի կարող մեր ուրախությունը գողանալ, որովհետև մեր ուրախությունը դրանց հետ կապված չի։ Մեր ուրախությունը այնտեղից է։ Մեր ուրախությունը
մեր մեջ բնակվող Սուրբից է։ Եթե նա կա այստեղ, կլինի ուրախություն։ Հավատում ես։ Փառք Տիրոջը։ Տրտմություն, թե ուրախություն։ Որն է մեր բաժինը։ Գիտեք, տրտմություն ինքը շատ լավ բան է։ Բայց երբ որ դու տրտմում ես այս աշխարհի հոգսերի համար, սա քրիստոնեական երջանկությանը սպանող մի բան է։ Ես պիտի տրտմեմ հոգևոր պարտությունների համար։ Ես պիտի տրտմեմ իմ քույրերի ու եղբայրների անհաջողությունների համար։ Ես պիտի տրտմեմ բազմության համար, ով աչքերը փակ կույրերի պես գնում են դեպի դժոխք, բայց ես չպիտի տրտմեմ աշխարհի առօրյա հոգսերի համար։ Ես պիտի տրտմեմ, որովհետև իմ Տերն էլ էր տրտմում։ Եվ պիտի գնացեք ուսումնասիրեք ինչի համար էր տրտմում Հիսուսը։ Այո, ես պիտի տրտմեմ դրա համար։ Եվ ես պիտի ուրախանամ այն ամենի համար, ինչի համար իմ Տերն էր ուրախանում։ Եվ սա կլինի միայն մեկ դեպքում, երբ որ ես մտնեմ նոր ուխտի մեջ, երբ որ ես թույլ տամ, որ այն օծությունը, այն հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, այսպես է գրված Աստվածաշնչում, գա ու բնակվի իմ սրտի մեջ։ Գա այն օրենքը, որ Տերը գրել էր քարե տախտակների վրա, գա ու գրի իմ մարմնեղեն սրտի տախտակների վրա։ Ես պիտի ուրախանամ իմ Տիրոջով։ Կողոսացիս 3-րդ գլուխ առաջին 2 խոսքերը։ Արդ, եթե Քրիստոսի հետ հարություն առաք, հարություն առել եք Քրիստոսի հետ։ Հռոմեացիների 6-րդ գլխում 3-4 խոսքերը ասում են, որ մկրտությունը այս աշխարհի համար մեռնելն է եւ Քրիստոսի հետ հարություն առնելը։ Արդ, եթե դուք Քրիստոսի հետ հարություն առաք, վերինները խնդրեցեք, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմում։ Վերինները մտածեցեք, ոչ թե երկրի վրայինները։ Գիտեք, որն է Քրիստոսի աշակերտի երջանկությունը։ Դու Քրիստոսի աշակերտն ես։ Դու Քրիստոսի հետևորդն ես։ Գիտեք, մի ախտ կա մեր երկրում, ախտ։ Մարդիկ, ովքեր իրենց քրիստոնյա են կոչում, բայց Քրիստոսի ուսմունքին մեղմ ասած անտարբեր են։ Իրանց համար կամ եղած, կամ չեղած Քրիստոսի ուսմունքը։ Ես հավատում եմ, որ մեր երկիրը խորապես թաթախված է, ներծծված է անեծքով։ Նայեք ձեր շուրջը եւ կտեսնեք։ Եվ սա երեսպաշտության հետևանքով է եկել այս անեծքը։ Երեսպաշտություն, որ քրիստոնյայի կերպարանք ունեցող մարդիկ ապրում են ամենավերջին մեղավորից էլ մեղավոր կյանք։ Եվ ես մի բան, սա բնական է։ Կեղծավորներ միշտ եղել են եւ լինելու են։ Դավաճաններ միշտ եղել են եւ լինելու են։ Բայց ես մի բանից եմ տրտմում, սիրելիներ։ Երբ որ հավատացյալ մարդը նույն կարգավիճակով փնտրում է ոչ թե վերինները, այլ այս երկրի վրայինը։ Եթե Քրիստոսի հետ հարություն առաք, առաքյալները ասում են, մենք նրա հարության վկաներն ենք։ Կարող ես դու հստակ ասել, որ Քրիստոս հարություն է առել։
Հռոմեացիների թղթում 10-րդ գլուխ ասում է. «Կուզեք փրկվել, ապա հավատացեք, որ Հիսուս Քրիստոս մեռելներից հարություն է առել եւ բերանով նրան Տեր դավանեք եւ կապրեք»։ Հավատում ես, որ նա հարություն է առել։ Հավատում ես, որ նա կենդանի է։ Հանդիպել ես նրան։ Ուրեմն մի թող, որ չարը գա ու քեզ ապացուցի, փաստարկներ դնի, ասի, դե որ Հիսուս կենդանի լիներ, բա ինչի է այս բաները քո կյանքում կատարվում։ Դեմ կանգնեք սատանային։ Նա մռնչացող առյուծի պես ման է գալիս, որ մեկին գտնի ու կուլ տա։ Դեմ կանգնեք նրան եւ նա կփախչի ձեզանից, ասում է Աստվածաշունչը։ Մի թողեք, որ ձեզ խաբի։ Մի թողեք, որ ուրախությունը գողանա ձեզանից։ Տերը բաժակ է տալիս, ասում է խմի այս բաժակը։ Ինչպես իր որդուն տվեց, այնպես էլ մեզ է տալիս, դժվարություններով լի բաժակ է տալիս, որովհետև հենց ամենասկզբից ինքը զգուշացրեց, որ այն ճանապարհը, որին ես ձեզ կանչում եմ, նա միակ ճանապարհն է, որ տանում է դեպի փրկություն, բայց դժվարին ճանապարհ է։ Շատերը կկանգնեն այդ ճանապարհի վրա, բայց քչերը կհասնեն մինչև վերջ։ Դժվարին է ճանապարհը։ Բաժակ կա, որ մենք պիտի խմենք այս կյանքում, բայց այդ բաժակը որքան էլ դառը լինի, չի կարող մեզանից գողանալ մեր ուրախությունը։ Մի գնացեք ու տրտնջացեք, մի գնացեք ու բողոքեք, մի գնացեք ու բամբասեք, ուրախացեք Տիրոջով։ Նա հարություն է առել։ Նա կենդանի է։ Գիտեք, որ նա քրիստոնյայի երջանկությունը։ Քրիստոնյայի երջանկությունը այս աշխարհը չի կարողանում հասկանալ։ Հիմա մեզ նաև ինտերնետով են դիտում, եթե կա մեկը, որ ուղղակի հետաքրքրությունից կամ լրտեսելու համար մտել է ու դիտում է այս խոսքը, այս պատգամը, իր համար այս խոսքերը, Աստվածաշունչն է այդպես ասում, հիմարություն են։ Հիմարություն։ Այդպես մեկը գրել էր մի սերիալային դերասան։ Գիտեք չէ, առաջներում ամենաիմաստուն մարդիկ եղել են թագավորի ծաղրածուները։ Ես չեմ ուզում այդ մարդուն վիրավորեմ այս խոսքերով։ Ուղղակի ինքը իմաստուն մարդ է, շատ իմաստուն, բայց կույր հոգևորապես։ Եվ ինքը շատ ճիշտ բաներ գրել։ Ասել էր, խնդրում եմ ուշադրիր, շատ ծանոթ է, չեմ ուզում իր անունը ասեմ, բոլորդ գիտեք իրան։ Գրել էր. հերիք չի ձեզ խաբեք հավատացյալներ։ Հերիք չի ինքնաներշնչանքով զբաղվեք։ Իբր թե հավատում եք մի բանի, որ գոյություն ունի, իրականում ինքը գոյություն չունի։ Դուք դարերով ձեզ խաբում եք։ Հերիք է, ամոթ է, ապրեք սովորական մարդկային կյանք։ Հերիք է, մի խաբեք ձեզ։ Աստված գոյություն չունի։ Ես նրա հարության վկան եմ։ Ես տեսել եմ, ես զգացել եմ իրան իմ կյանքում։ Կույրը ասում է, լույս գոյություն չունի, հերիք է, ինչ-որ մեկը լսում է, ականջը խուլ չի, լսում է, այն մեկը ասում է, լսի, լույս կա, գույն կա, աշխարհ կա, ծառեր կանաչ, չգիտեմ, ես ինչ շոշափում եմ, նա գոյություն ունի, հերիք է, խաբեք ինքներդ ձեզ։ Գիտեք ինչի է այսպես ասում։ Որովհետև շատ քրիստոնյաներ, շատ երեսպաշտ քրիստոնյաներ հենց այդպես կույրի պես էլ ապրում են, իբր թե Հիսուս հարություն չի առել։ Եվ այս մարդը շատ ճիշտ էլ ասում է։ Հերիք չի։ Եթե դուք ապրում եք մի կյանք, որտեղ չի երևում քո մեջ, չի երևում, որ Հիսուս Քրիստոս հարություն է առել։ Եթե դու ինպես տրտմում ես, եթե դու ինպես ուրախանում ես, եթե ես գրեհիկ հումոր եմ անում, դու ինպես խնդում ես դրա վրա, եթե ինպես չափում ես կարճակած աղջկան փողոցում, եթե ինպես չգիտես ներել, եթե ինպես չգիտես հնազանդվել, հոգևոր իշխանություն ինչ է, եթե ինպես ամբարտավան ես, ինչի ես երեսպաշտություն անում, Աստված չկա, հերիք է, ձեզ խաբում եք։ Ճիշտ է ասում, թե ճիշտ չի ասում։ Ճիշտ է ասում,
բոլոր այն մարդկանց համար, ում կյանքում Հիսուս Քրիստոսի ուրախությունը չի երևում։ Ճիշտ է ասում, բոլոր այն մարդկանց համար, ովքեր երկակի կյանք են ապրում, եկեղեցում էսպիսին են, գործի տեղը այնպիսին են, տանը այնպիսին են, շատ էլ ճիշտ է ասում, այդ մարդկանց կյանքում Աստված չկա։ Չգիտեմ ինչին են հավատացել։ Իսկ ես հավատացել եմ նրան, ինչ որ այս գիրքն է սովորեցնում։ Հավատացել եմ Հիսուս Քրիստոսին, որ իմ մեղքերի համար խաչվել է։ Իմ փոխարեն վճարել է խաչի վրա։ Եվ ոչ միայն վճարել է ու մահացել է, այլ հարություն է առել ու կենդանի է հիմա։ Եվ ես ուրախանալու առիթ ունեմ, որովհետև ինքը հիմա կենդանի է։ Եվ ես ինչ չեմ ներշնչում դա, ես գիտեմ իմ կյանքում, ես աղոթել եմ, ինքը պատասխանել է իմ աղոթքին։ Ինքը իմ ձեռքից բռնել է ու ճահիճից ինձ հանել է ցեխից մաքրել է, իմ պիղծ կյանքը սրբացրել է։ Ով կարա մարդու բնավորություն փոխի, եթե ոչ Տերը։ Ինքը իմ բնավորությունը փոխել է։ Թողան ինձ ասեն, ինքը չկա, գոյություն չունի, ինքը կա, ուղղակի դուք չեք տեսնում։ Խնդրում եմ քո բոլոր դժվարությունները դիր նժարի մի կողմում։ Լինեն հոգևոր դժվարություններ, եկեղեցու հետ կապված, առօրյա կյանքի հետ կապված, անձնական հարաբերությունների հետ կապված։ Չգիտեմ, ինչ դժվարություններ, դու գիտես։ Ես չեմ կարա մտնեմ քո սիրտը, բայց Աստված գիտի եւ դու գիտես քո դժվարությունները։ Դիր նժարի մի կողմում։ Եվ մյուս կողմում դիր Հիսուս Քրիստոսին հարություն առած, որ փառավորված է երկնքում, որ իր անունի առաջ ծնկի է գալիս ամեն բան տիեզերքում ստեղծված, որ քեզ սիրում է եւ քեզ իր ժողովուրդ է կոչել եւ ասում է ես եմ քո ամուր ամրոցը, ես քո ապավենն եմ, իմ վրա կառուցած տունը չի քանդվի, ես քեզ պահելու եմ ու պաշտպանելու եմ, իմ աչքի բիբի պես քեզ դողալու եմ քո վրա, քո մազին կպնող իմ աչքի բիբին է կպնում, ես հզոր Տեր եմ, ամենակարող, ես քո պաշտպանն եմ եւ չեմ թողնելու քեզ, եթե դու մոլորվես, 99 թողեմ ու կգամ քո հետևից, ես քեզ սիրում եմ եւ ես քեզ հետ եմ լինելու մինչեւ այս աշխարհի վերջը եւ իմ հոգին եմ ուղարկել, որպեսզի քեզ սովորեցնի այդ բաները։ Ահա դիր այս երկուսը նժարի վրա եւ անկեղծ ասա, առիթ ունենք ուրախանալու։ Հզոր է մեր Տերը, իրական է մեր Տերը, ուրախություն է իր հետ ապրելը։ Այս աշխարհի ժամանակավոր դժվարությունները չեն կարող մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց։ Ամեն։ Վերջին համարն եմ կարդում եւ կանգնենք աղոթքի։ Հռոմեացիների թուղթ 15-րդ գլուխ 13 խոսք։ Եվ հույսի Աստվածը լցնի ձեզ ամեն ուրախությունով եւ խաղաղությունով, հավատալու մեջ, որ հույսով ավելանաք Սուրբ Հոգու զորությամբ։ Հույսի Աստվածը լցնի ձեզ ամեն ուրախությունով եւ խաղաղությունով, հավատալու մեջ, որ հույսով ավելանաք Սուրբ Հոգու զորությամբ։ Սա է հավատացյալի երջանկությունը։